Բարև ձեզ, հարցազրույցի տաղավարում այսօր զրուցելու եմ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հետ, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար, պարոն Մանուկյան, խորհրդարանից եք գալիս, վերջին 2 օրերին, այսպես ասած, բուռն է անցնում խորհրդարանում մասնավորապես Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ նիստերի հատվածը, ես կխնդրեմ անդրադառնանք նրա վերջին հերթական միգուցե ջղաձգումներին, էմոցիոնալ հայտարարություններին, որոնք նաև հասցրեցին տարածվել ոչ միայն հայկական սոցցանցային տիրույթում, այլև ցավով պիտի արձանագրենք, որ նրան հեգնում, ծաղրում են նաև թշնամական լրատվամիջոցները, անգամ ռուսական մեդիա է հասել, ինչ է կատարվում, ինչու է այդ մարդը նմանատիպ կերպով փորձում իր մտքերը տեղ հասցնել, իհարկե սա առաջին անգամը չէ, բայց եթե փորձենք կապել իրար այդ բոլոր դրվագները, ինչ ենք հասկանում։ Հարգելի Մարիաննա, գիտեք որ խորհրդանից եմ գալիս, գիտեք այնտեղի մթնոլորտը ջուրը դրել եք, ինչ անեմ ջուրը, մածուն կար, կատ կար, գոնե մի փոքր կհանգստացներ։ 2 օր է խորհրդարանում իբր կառավարությունը հաշվետվություն է տալիս, բայց ավելի շատ դա վերածվեց Նիկոլ Փաշինյանի նախընտրական ելույթի, մոտ չեմ հիշում, մի ժամանակ ելույթ էր, որը էլի բաժանվեց 2 մասի, թալանածը հետ ենք բերում, հեղափոխության ակունքներ եւ այլն, ու հետո այդ իրենց արտաքին քաղաքական խոսույթը, բայց դրանով էր, որ ակնառու էր, որ ամփոփում էր 7 տարին, որ տեսեք խոստացել է թալանացը ետ բերել, թալանացը ետ էինք բերում, եղած չեղածը շատ էլ բան չի, բայց ի վերջո նաև հասկանալի է ջղաձգումները մթնոլորտից էր ինչ էր եւ նաև երկրում ստեղծված իրավիճակի ճնշման տակ վերածվեց դա ամբողջությամբ աննորմալ շարժումների եւ իրականում այդ կտերը որ տալիս էր կոպիտ բառ օգտագործեմ, այլոց հասարակությունը չի կուլ տալիս եւ երեկվա այդ ամբողջ մի ժամանոց նախընտրական ելույթը վերածվեց իր այդ անհասկանալի շարժուձևի սոցիալական մեդիայում ավելի շատ տարածվելու, այսօր լրիվ այլ հոգեվիճակում էր, ուղղակի կիսա արկած լսում էր այն բոլոր իրողությունները, իրականությունը, բոլոր մեղադրանքները, որ ընդդիմության մեր պատգամավորները ներկայացնում էին անձամբ իրեն, կառավարությանը եւ իշխանության ներկայացուցիչներին։ Բայց ինձ իրականում ավելի, այսինքն որտեղ առաջի օրը չի, երկրորդ օրը չի, այդ հոգեվիճակը ինձ ծանոթ է եւ մեր հասարակությանը ծանոթ է, այսօր կատարվեց շատ ավելի մեծ սրբապիղծ բան, ստիպած Ռուբեն Ռուբինյանին, որը նախագահում էր, հիշեցրեցի, որ Ռուբեն Ռուբինյանի հարգելի հոր Ղարաբաղյան շարժման ակունքներում եղած խորհրդարանի փոխնախագահ եղած Կարապետ Ռուբինյանի, նրա զինակիցների եւ հայ ժողովրդի պայքարի արդյունք անկախության հռչակագիրը Ադրբեջանի պահանջով Նիկոլ Փաշինյանը այսօր փորձում էր թաղել եւ առաջին անգամ բացահայտ ասած իր քաղաքական դիրքորոշումն հայտարարել։ Դե շատ հաճախ որ ասում են բանդիմությունն ինչ է անում, կուզեմ այս դրվագի վրա ուշադրություն հրավիրել, որովհետև դեռ 2 տարի առաջ, երբ որ ընդդիմադիր պատգամավորներով 4 պատգամավոր ծանոթանում ենք խաղաղության պայմանական իրենց անունը ստացած այդ փաստաթղթին, որը ավելի շատ Հայաստանի զիջումների ժամանակագրությունն էր, դրանից հետո որ իմիջիալոց սկսեցին խոսել սահմանադրության փոփոխության կամ նոր սահմանադրության մասին, մենք միանգամից շտապեցինք հայտարարել, որ ժողովուրդը այս ամեն ինչ անում է Ադրբեջանի պահանջով եւ իրականում թեման դրանով փոխվեց ու ամբողջ այդ ընթացքում քննարկումը եղավ ոչ թե սահմանադրությունը ինչ որ թիթեռ նկարել, այս կետը հանել, այն կետը դնել, այլ բոլորին հասկանալի դարձավ, որ այս իշխանությունը նոր սահմանադրություն երբ որ ասում է, խաբում է հասարակությանը, ադրբեջանական պահանջ է եղել եւ Ադրբեջանի պահանջը կատարելու համար փաթեթավորել է լրիվ այլ կերպ, բայց հիմա այլևս ստիպած է շատ բացահայտ ասել, որովհետեւ նույնիսկ Ադրբեջանի հետ մշակված այդ փաստաթղթից բոլոր հայկական շահերին սպասարկող կետերը հանելուց հետո բոլոր ադրբեջանական պահանջները կատարելուց հետո Ադրբեջանը
հանգիստ չի տալիս այս իշխանությանը եւ երկու պահանջ Մինսկի խմբի լուծարում սահմանադրություն Մինսկի խումբն էլ արդեն տևական ժամանակ ասում են հա էդ էլ կլուծարենք բայց Ադրբեջանը շարունակում է էլի կրկնել հիմա նոր պահանջն է սահմանադրության պահանջն է դա էլ այսօր հրապարակային արդեն հայտարարում է բայց դա սպասելի էր պարոն Մանուկյան երկու մասով էլ եւ Մինսկի խմբի մասով եւ սահմանադրությունը փոխելու անկախության հռչակագրից հրաժարվելու մասով իհարկե նա առաջին հայտարարությունը արեց որպես այդպիսին հռչակելով դա իր քաղաքական դիրքորոշում բայց սպասելի էր ըստ էության նորություն չէր երևի սա հավաստիացում կարող են գնահատել օրինակ Ալիևին կամ Էրդողանին հա բայց Ադրբեջանը այս հավաստիացումները չի համարում բավարար եւ ադրբեջանական խոսույթի մեջ կա պարբերաբար հնչող մի արտահայտություն, որ մենք փաստաթուղթ չենք ստորագրում Փաշինյանի հետ, այլ հայ ժողովրդի հետ։ Հիմա իշխանությունը փորձելու է ինչ որ նոր ձև գտնի, որ սահմանադրական փոփոխություններից հետո նոր արժանանա այդ ադրբեջանական, այսպես ասեմ, կամարական ընդունելությանը, բայց այստեղ Փաշինյանը իրականում կանգնած է մի մեծ փակուղու առաջ, որովհետև սեղանին դրված է Հայաստան պետականության հարցը, երբ որ Հայաստանի անկախության հռչակագիրը կասկածի տակ է դրվում Ադրբեջանի կողմից եւ հայ ժողովուրդը պայմանական ասեմ երբ է լինելու այդ հանրակրվեն քվեարկելու է սեփական անցյալը ուրանալու հայոց ցեղասպանությունից հրաժարվելու միջազգային ճանաչումից հայ ժողովրդի իրավունքներից հրաժարվելու թե այդ Նիկոլ Փաշինյանի խոստացած անորոշ մի փաստաթուղթը ընդունելու այդ երկընթացի պայմանական ասած Բաքվում գրված սահմանադրություն թե անկախության ակունքներ ու հռչակագիր իրականում այս իշխանության ողբերգությունը կամ որ դեռ կան հենց դրա մեջ է ավելի շատ ինքնիշխանությունից պետականությունից գոռացողները ուղղակի կասկածի տակ են դնում հայոց պետականությունը մեր 30-ամյա պետական կազմավորումը մեր ժողովրդի պայքարը մեր նահատակներին ազատամարտը ամեն ինչը որը առնչվում է 30 տարի Պարոն Մանուկյան ապրիլն է այսօր ապրիլի 16-ն է 8 օրից ապրիլի 24-ն է ու ոչ մի ինֆորմացիոն հոսքերում ոչ մի ինչ որ լրահոսում նորություն տեղեկություն նախապատրաստվող միջոցառումների մասին որևէ հիշատակում որևէ ազդակ չկա որ մենք ցեղասպանության ոգեկոչմանն ենք պատրաստվում հերթական տարելիցին ենք պատրաստվում բացի ավանդական ջահերով երթից որը դաշնակցության նախաձեռնությունն է պետական մակարդակով ինչ է արվում տեղյակ եք Չէ, հատկապես պետք է նկատի ունենալ, որ հերթական տարելիցը չէր, 110-րդ տարելիցն էր եւ շատ լավ առիթ էր կլոր նորմալ ազգային իշխանության դեպքում եւս մեկ անգամ միջազգային հարթակներում բարձրաձայնելու, բայց հիմա է շատերն արձանագրում սա։ Ցավս այն է, որ 2019 թվականի մայիսին Երբ որ Դաշնակցությունը Ազատության հրապարակում կազմակերպեց դեղին քարտերով ակցիա, այս իշխանությունների դեմ առաջին զանգվածային հանրահավաքն էր եւ իշարս այլ հարցերի նաեւ խոսվում էր հենց այս մասին ցեղասպանությունից ուրացման հրաժարման վտանգը։ Եվ եթե ժամանակով նայենք, նույնիսկ մինչեւ 44 օրյա պատերազմը վերհիշեք ինչ կատարվեց մեկ Պապիկի այդ լեգենդը սարքեցին, կովիդի հետ պայմանավորված մարդկանց հոսք արգելեցին, դրանից առաջ ողջ մարդկանց մեր հայրենակիցների անունները ցեղասպանության հուշահամալիրի վրա դաջեցին ցեղասպանության թանգարան ինստիտուտի այս իշխանության նշանակած տնօրենի նախաձեռնությամբ հիշում ենք եւ պահանջումը փորձեցին ձևախղել միայն հիշումենքի, միայն հիշատակման բայց քայլ այս իշխանությունը գիտակցաբար մեր ժողովրդի իրավունքների պաշտպանության այդ պարտականությունից փորձեց ձեռքերը լվալ եւ ավանդաբար դեկտեմբերի 10-ին երբ որ ցեղասպանության միջազգային ֆորում էր տեղի ունենում դեռ նախկին իշխանությունների նախաձեռնությամբ սրանք սկսեցին պարտավորվածության տակ էին մնացել ֆորումներ կազմակերպել բայց կարծես
դա Հայաստանում չէր եւ մեր ժողովուրդը ցեղասպանության ենթարկված չէր, ընդհանրական ինչ-որ ձևակերպումներ են տալիս, այս տարի արդեն մի քանի ամիս շարունակ ուղղակի ցուցադրաբար այս իշխանությունը հրաժարման ուրացման գործողությունը կատարում է այսօր նախկին լրագրող կա հիմա իրանց արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը տարակազմիկ միտք ասած ոնց ասած մենք ցեղասպանության մասին հիմա չենք խոսում կառավարության ծրագրում չկա մեր առաջնահերթությունը չի որովհետև մեր համար ցեղասպանությունը քննարկման նյութ չի եւ դրանով փորձում ենք պաշտպանել ցեղասպանության միջազգային ճանաչում եւ այսինքն ուրացման արդարացման դրանից ավել ասենց խելքին չպարկող դիրքորոշում դժվար է պատկերացնել։ Կարծես իրենց վարչապետը չէր հայտարարությունն արել Շվեյցարիայում կամ իրենց падգամավորը չէր առաջարկել անվանացանկ ունենալ զոհերի։ Շատ գործողություններ։ Տեսեք, իրականում այսօր Հարուն Ռուբինյանին մեր ընդդիմադիր падգամավորները իր թուրք բանագնաց գործընկերոջ քլչի անուն էին տալիս, բայց երբ որ Հայաստան-Թուրքիա այդ պայմանական երկխոսությունը սկսվեց, առաջին ձևակերպումը հաղորդագրությունը տվել են, որ առանց նախապայմաններ, այն ժամանակ էինք ասում, ինչ առանց նախապայմաններ, նախապայմաններ ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարումը, Արցախի հետ կապված դիրքորոշման փոփոխությունը եւ ասում ենք հատիկ անում եք, այսինքն թղթի վրա չկար այդ նախապայմանը, բայց այդ նախապայմանը արդեն իսկ կատարվում էր եւ հիմա մենք ցավոք սրտի գալիս ենք շատ ավելի վտանգված վիճակի, երբ որ պետք է ասեմ, որ նաեւ սա վտանգում է մեր համազգային միասնությունը։ Համազգային միասնությունը, երբ որ հայոց ցեղասպանության ճանաչումը եւ դրա հետ կապված քաղաքական պայքարը եւ դիրքորոշումը, այլևս երբ որ Հայաստանի իշխանությունը հրաժարվում է դրանից, դա կարծես դառնում է Սփյուռքի խնդիր։ Բայց իրականում մեր Հայաստանաբնակ հայրենակիցների 1/3-ը նույն գաղթականների ժառանգներն են, նույն ցեղասպանության զոհերի ժառանգներն են եւ այդ բոլոր իրավունքների տերն են, իրավահաջորդն են եւ շարունակողը։ Պարոն Մանուկյան, եթե փորձենք այս իշխանության չասեմ գաղափարախոսություն, որովհետև այդ բառը համադրելի չէ նրա հետ ինչ ասում են իրենք եւ անձամբ Փաշինյանը, բայց այդ խոսույթը այսպես կոչված նոր Հայաստանի, պատմական Հայաստանի, իրական Հայաստանի, եթե այդ ամենը փորձենք վերլուծել, իրենք հանրությանը ուզում են կարծես թե հասցնել հետևյալ ուղերձը, որ այս խնդիրները, որոնց մասին մենք հիմա խոսում ենք, Սփյուռք, միասնություն, ցեղասպանության ճանաչում եւ այլն, դրանք հետադիմական են, դրանք երկիրը հետ մղող են, դրանք զարգացման տանող չեն ու հակառակը անվտանգային խնդիրներ ստեղծող են։ Գիտեք, օրերս Երևանի պետական համալսարանում առաջին հանրապետության կրթության նախարար մեծ գրականագետ, մտավորական Նիկոլ Աղբալյանի 150-ամյակն էր, նաև գիտաժողով էր մասնակցում եւ նաև խոսվեց 1920 թվականին, երբ որ կրթության նախարար էր Նիկոլ Աղբալյանը ու բոլշևիկները մայիսյան ապստամբությունը, խռովությունը Հայաստանում բարձրացրեցին, իսկ խռովության հիմնական թեզերն էին հաց, խաղաղություն, թուրքերը մեր եղբայրներն են, այսօրվա թեզերը, եւ այդ խռովությանը մասնակցում են հիմնականում երիտասարդ տար։ Եվ դրանց մեջ շատ էին ուսուցիչները, շատ էին կրթության ոլորտից։ Նիկոլ Աղբալյանը հետո ցավով գրում է, ասում է, օձեր ծնեցինք մեր կրծքի մեջ։ 1920 թվականից հետո, խորհրդայնացումից հետո, ի վերջո դրանից առաջ ազատագրական պայքարում եղած երկիր է եղել Հայաստանը։ 1903 թվականին այս նույն տարածքի հայաստանցիները, նաև արևմտահայերը պայքարել են եկեղեցու գույքերի համար ցարական Ռուսաստանի որոշման դեմ, զենքը ձեռքին են պայքարել։ 1903-5 թվականներին հայ-թաթարական ընդհարումներին պաշտպանել են հայկական բնակավայրերը, թվում Արցախը, այսինքն այդ մթնոլորտից հետո մի քանի տարի հետո ո՞նց ծնվեցին այդ բոլշևիկները, որ 20 թվականի դեկտեմբեր 21 թվականի հունվարին ուղղակի Երևանի բանտում կացնահարեցին ազգային հերոսների, Խմբապետ Համազասպին, այլ մտավորականների ու 21 թվականից հետո այդ բոլշևիկ երիտասարդ այդ գյուղերում
ձերբակալություններ իրականացնող եւ այլն, այդ շրջանակը, որ մտածում ես ոնց ստեղծվեց, մեկ էլ ասես ինչ է զարմանում։ Այսօր քո կողքն է այդ ամեն ինչը։ Բայց իրականում նույնիսկ քաղաքական մեծամասնության մեջ, այսպես ասեմ, Նիկոլ Փաշինյանի այդ պայմանական գաղափարախոս նոր Հայաստան, ամեն ինչից հրաժարում բան, որ նայում ես նույնիսկ քաղաքացիական պայմանագրի կարծեմ 72 պատգամավոր ունեն, այդ թեմայով խոսողը մատների վրա կարելի է հաշվել։ Մնացածը լուռ են այդ ամեն ինչի մեջ։ Լուռ են, որովհետև նախ ելույթի ունակություն է։ Լուռ են, որովհետև հոգու խորքում շատերը գիտակցում են, լավ մենք հետո ապրելու ենք այս երկրում, լուռ են, որովհետև հոգու խորքում չեն հավատում այն ամեն ինչին եւ կան որոշակի, այսպես ասեմ, բավականին երկար տարբեր շրջանակներում թրծված ու պատրաստված գաղափարախոսներ, որոնք ուղղակի բանա իրենց համար քաղաքական գաղափարական պայքարի շատ լավ առիթ է։ Պարոն Մանուկյան, եւ Անտալիայի դիվանագիտական ֆորումի այսպես ասած արդյունքները, եթե ամփոփենք, ինչ կարող ենք արձանագրել, սկսած եւ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից, այդ բանավեճին ընթացող հնչեցված մտքերից կապված եւ Ադրբեջանի պահանջած անխոչնդոտ ճանապարհի հետ եւ առհասարակ այդ օրակարգի հետ խաղաղության, որը այդպես էլ տեղ չի հասնում, եւ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում արտգործնախարարը խոստովանում է, որ ըստ էության ասելիք չունենք այս մասով, նորություն չունենք, քննարկումներ են եղել, միշտ քննարկումներից ինչ որ նոր, այսպես ասած, հետաքրքիր հարցեր են ծագում, ինչ որ լղոզած մի պատասխան։ Նայեք, իրականում Անտալիայի ֆորումը արդեն մի քանի տարի է տեղի ունենում, ինքը տրանսֆորմացիայի է ենթարկվել։ Եթե Անտալիայի ֆորումը որպես միջազգային հարթակ առաջին 1-2 տարին ավելի շատ գլոբալ, տարածաշրջանային, դիվանագիտական տարբեր քննարկումների էր անդրադառնում, այս մեկը ավելի շատ Էրդողանի պանիսլամական, պանօսմանական, պանթուրքական հավաք լիներ։ Ու այնտեղ էր Հայաստանը։ Ավելին ասեմ, ախր սրանց մակարդակի խնդիրն է։ Այդտեղ ցուցանակները կարևոր են, թե ում ցուցանակը ներկա է, ում չէ։ Երբ որ Հայաստանի արտգործնախարարը իրեն թույլ է տալիս մասնակցել մի ֆորումի, որին մասնակցում է Ադրբեջանի խորհրդարանի падգամավոր, որը պաշտոնապես կարգավիճակով Ադրբեջանում հանդես է գալիս Հայաստանի օկուպացիոն արևմտյան Ադրբեջան վահանակի տակ, ինքնին դու լեգիտիմացնում ես այդ դեռ չեմ ուզում հիշեցնել առաջին անգամ որ մասնակցել էր երբ որ նորմալ թարգմանիչ անգամ չկար եւ այս իրականում ավելի շատ լեգիտիմացնում էր թուրքական եւ ադրբեջանական պահանջները եւ ագրեսիան Հայաստանի նկատմամբ եւ իրականում ոչինչ չկար եւ ասելու եւ տալու դրա համար Ռուբինյանը քլեչի է հանդիպում արդեն մեռանք լսելով անի կամուրջի վերականգնում երևի անի անկումից հետո այսքան կամուրջի մասին չէր հայտարարվել, ինչքան դրանից առաջ այդ կամուրջի կառուցման ժամանակ է խոսվել, որը օդի մեջ է։ Երրորդ երկրների դիվանագիտական անձնագրերով արդեն 2 տարի այդ ամեն ինչը պետք է լիներ, բայց քանի թուրքական նախապայմանները ոչ թե Հայաստանի կողմից համաձայնություն չէ, չեն կատարվել ամբողջությամբ։ Թուրքերը շարունակելու են գիտներից բռնած Հայաստանին այսպես պարացնելով ստիպել ամեն ինչը կատարած։ Այս ամբողջությամբ բառն էլ երևի այս դեպքում կիրառելի չի պարոն Մանուկյան, որովհետև մենք չգիտենք սահմանը, այո, չգիտենք այդ ամբողջի սահմանը եւ խոսելով հայ-ադրբեջանական արդեն հարթությունից, որը իհարկե ածանցյալ է եւ այդ մեծ ընդհանուր կաթսայի մասն է, ճանապարհի մասին խոսք գնաց Բայրամովը շատ հստակ ասաց անխոչնդոտ ճանապարհ ենք ուզում, դա նույն ձևակերպումն էր, որը արել էր Ալեն Սիմոնյանը ավելի վաղ, հետո փորձել էր արդարանալ, շտկել իր մտքերը, նա ասում է մենք ուզում ենք անխոչնդոտ ճանապարհ, նաև հետագա իշխանությունների համար, այսինքն երաշխիքներ են ուզում,
դատելով այդ խոսույթից արդեն ու նաև բացահայտվեց Արարատ Միրզոյանի կողմից, որ առաջարկել են ինչ-որ մեխանիզմ, որ հայտարարագրերի սկզբունքով լինի հսկողությունը, մարդկային գործոն չլինի, ամեն դեպքում այս դետալների մասին հանրությունը չգիտեր եւ իմացավ այդ քննարկումից, ինչ են բանակցում այդ ճանապարհի հետ կապված։ Չգիտեմ, բայց իրենց իշխանական խուսանավուրների ձևակերպների մեջ անձեն աչքով նկատելի է, որ նորանոր զիջումների են գնում արդեն Սյունիքի ճանապարհի հետ կապված եւ որպես պատական չէ, որ խոսում են դե տեխնոլոգիաներ կան, կարող ավտոմատի առանց ստուգելու դուրս գա բան, որը ինքնին արդեն զիջում է։ Այդ ինքնիշխան տարածք եւ այլն ասելու տակ շատ ավելի Ադրբեջանը նոր պահանջներ է դնում այդ հարցում եւ այդ պահանջների կատարման ուղղակի եփելու եւ հասարակությանը պատրաստելու գործընթացն է, որ բառախաղերով փորձում են։ Հիմա այդ փուլում ենք։ Այդ փուլում է, որ վաղը չբացառում, որ արդեն ինչ որ կյանք ստացած մեխանիզմ մշակվի։ Եվ մի հանգամանք էլ, որին կուզեմ անդրադառնանք, այսպես կոչված խաղաղության պայմանագիր կամ համաձայնագիր ստորագրումից հետո նախատեսվում է ինչ որ հանձնաժողովներ ստեղծել, որոնք քննարկելու են ավելի դետալային խնդիրներ։ Դուք սրա մեջ ռիսկեր չեք տեսնում, որ այն, ինչ դուրս կմնա բուն փաստաթղթի տեքստից, կգնա այդ հանձնաժողովներ եւ արդեն այնտեղ Ադրբեջանը նորանոր պահանջներ ու առանձին ավելի, այսպես ասած, շեշտված, գուցե հասարակությունից թաքնված այդ իր պահանջները կհիմնավորի, կքննարկեն, այստեղ նորից զիջումների հարց կառաջանա։ Այս 3 տարվա բանակցությունները դրա վկայությունն էին։ Բոլոր տեղերում, որտեղ հայկական շահ կար, այդ փաստաթղթից դուրս եկան, որոշ տեղեր, որ Հայաստանի իշխանությունը չէր կարող սեփական հասարակությանը դա հրամցնել, որոշ դրույթներ խնդրել են դուրս անել, որոնք հետո առանձին փուլ կարող են էլի կյանքի կոչվել եւ ինչպես սահմանազատման հարցը իրականում ինչ կատարվեց։ Սահմանազատման հանձնաժողովը ժողովուրդ ջան վաղը սահմանը ձգվելու է Ադրբեջանը ստացավ իր ուզածը Կիրանցի հատվածում, մինչև հիմա սեփական հասարակության մեջ Ալիևը քարոշչական լավ զենք ունի, տեսեք ես իմը հետ բերեցի, դրանից հետո էշ մի սատկի գարուն կգա, էլ մյուս տեղերը էլ Ջերմուկի, Վարդենիսի, Սև լճի հատվածում, Ներքին Հանդի հատվածում, երբ ալինելու այդ սահմանազատումը այլևս չկա։ Իրանք հատիկ ցանկանում են եւ հատիկ ստանում են այս իշխանության պայմաններում այն ամենը ինչ որ ուզում են։ Եվ վերջում պարոն Մանուկյան Փաշինյանի հուսահատ պնդումը, որ չի լինելու պատերազմ, լինելու է խաղաղություն, ինչի մասին է վկայում։ Իհարկե ոչ ոք չի ուզում պատերազմ, առավել եւս ոչ ոք չի ուզում այդ պատերազմը նրա իշխանության օրոք, որովհետեւ մենք մի անգամ անցել ենք այդ աղետի միջով, բայց նրա այդ, այսպես ասած, մոլուցքը, համոզելը կամ ինքը փորձում էր հավատալ, ինչ էր դա ու մեր Այսօր Ազգային ժողովի ամբիոնից ասեցի, դիմեցի գեներալներին, զինվորականներին, նա երեք մեր բանակի խնդիրը դադարեց այլևս համարել Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավոր լինելը եւ նշեց իբրև պետական ատրիբուտ։ Հիմա կինը մի անգամ ոնց որ կարծեմ ասել է, որ Իսլանդիայում բանակ չկա։ Վաղնեք ասի դե Իսլանդիան էլ է պետական պետություն, այնտեղ բանակ չկա, ուրեմն կարիք էլ չի լինի բանակ ունենալու էլի ադրբեջանական պահանջով։ Բայց մինչև հաղորդման ավարտը նորից ցանկանայի վերադառնալ հայոց ցեղասպանության թեմային, գիտեք Հայաստանի խորհրդային Հայաստանից սկսած վերջացրած վերջին 30 տարիներին տարբեր վերիվարումներ ունեցել ենք հայոց ցեղասպանության հարցի հետապնդման առումով։ Ունեցել ենք Լևոն Տեր-Պետրոսյանի շրջան, որոնք համարել են հայոց ցեղասպանությունը որպես չեն համարել արտաքին քաղաքականության ուղղություն։ Ունեցել ենք Ռոբերտ Քոչարյանի շրջան, երբ որ մեր արտաքին քաղաքականության մեջ դոմինանտ տեղերից մեկն է ունեցել եւ այդ փուլը հայկական սփյուռքի դաշնակցության հսկայական լոբիստական ցանցի եւ Հայաստանի դիվանագիտական կորպուսի հետ ամենազորեղ համագործակցության փայլուն շրջանն էր, որ հայկական այդ այսպես ասեմ գործիքը հայկական բռունցքը ամբողջ աշխարհում իր ձայնը բարձրացրել էր, պատահական չէ, թուրք հայտնի լրագրողներից մեկը դա կոչում էր հայկական ցունամի, ունեցել ենք Սերժ Սարգսյանի իշխանության օրոք ֆուտբոլային դիվանագիտություն,
մեր անհամաձայնություններով, բայց ամեն դեպքում այս բոլոր տարիներին, նույնիսկ խորհրդային Հայաստանի տարիներին, հիմա երիտասարդները չեն հիշի։ Խորհրդային Հայաստանի տարիներին 70-ականներին ժամը 7-ը լռության րոպեն էր։ Եվ վերջին տարիներին այդ ժամանակվա Կենտկոմի առաջ քարտուղար հանգուցյալ Կարեն Դեմիրճյանը նաև եթերով ելույթ էր ունենում։ Այսինքն բոլոր այդ վերումներով հանդերձ որևէ իշխանություն հրապարակային չի ուրացել հայոց ցեղասպանությունը, ինչպես այս իշխանությունը։ Եվ այսօր արդեն հարցը մեր բոլոր հայրենակիցներինն է։ Մեր ձայնը բարձրացնելու, մեր վճռականության մասին խոսելու, մեր պահանջատիրության մասին խոսելու, եւ ձեր խոսքում էլ ասացիք, որ այդպես կարծես ջահերով երթն է, որը 1990 թվականին մի 200 երիտասարդ են, որ սկսեցինք այն ժամանակ Դաշնակցության երիտասարդականի միությունով, հիմա այլևս համազգային տարողությամբ է եւ այդ ջահերով երթ աշխարհի տարբեր անկյուններով, բայց այս տարվանը շատ ավելի մեծ խորհուրդ ունի։ Այս տարվա մեծ ցանկացած հայրենակցի մասնակցությունը այդ պայքարին, մասնակցությունը իր ներկայությամբ ոչ է ասում ուրացմանը, ոչ է ասում թշնամի կողմից մեր ժողովրդի իրավունքների, մեր բոլոր ցեղասպանված նախնիների, սրբադասված նախնիների մոռացության տալը եւ իդեպ ասեմ Առավոտյան ազգային ժողով գնալուց Որտից որ մեր Դաշնակցության երիտասարդականում ասես պապ ասեց, չես պատկերացնում, որովհետև կա նաև ջահագիր դառնալու էլեկտրոնային հայտեր ընդունելու, այս տարի աննախադեպ թվով մարդիկ են ցանկություն հայտնել որպես ջահագիր երիտասարդներ, որպես ջահագիր գալ եւ վստահ եմ, որ ապրիլի 23-ին ժամը 19:15-ին Հանրապետության հրապարակում մեր տասնյակ հարյուրազարավոր հայրենակիցների ներկայությունը կփաստի, որ Նիկոլ Փաշինյանը այս իշխանությունը թուրքական նախապայմաններ կատարելով կապ չունեն մեր ժողովրդի հետ։ Այսինքն դա լայն առումով նաև անհամաձայնություն է լինելու վարվող քաղաքականությանը։ Խոսում վկան է, որ ուղղակի հիշատակում չի հայ ժողովրդի համար այդ ցեղասպանությունը։ Դա պայքար է, դա իրավունքների համար պայքար է, բայց նաև ներհասարակական առումով դա հանրաքվեի նման մի բան է, որ չի կարող այս իշխանությունը սահմանադրությունով կամ այլ ձևով ուրանահայ ցեղասպանությունը։ Իհարկե երբեմն այս վերջին 4 տարիներին լինում են առանձին անհատներ, որ փորձում են պատկերացնել, որ այդ ջահերով երթը նաև իշխանապողության գործիք է, որ այդպես չի, սա մեր ազգային իրավունքների պաշտպանության կարևոր մի քայլ է լինելու։ Շնորհակալ եմ, հարցազրույցին սպասեք վաղը։